Հայաստանում մոնումենտալ գեղանկարչությունը, որմնանկարչությունը հնագույն ժամանակներից եկող պատմություն ունի։ Արժեքավոր ու նշանակալից են հատկապես միջնադարյան որմնանկարները, որոնցից պահպանված նմուշները հիացնում են իրենց կատարողական վարպետությամբ։ Աշխատանքը, որին անդրադառնում ենք այսօր, ստեղծվել է խորհրդային շրջանում և պատկանում է հայ արդի գեղանկարչության ամենահայտնի ստեղծագործողներից մեկի վրձնին։ Բաց երկնքի տակ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարն է։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտավորապես 120 կիլոմետր հյուսիս-արևմտյան ուղղությամբ է գտնվում Շիրակի մարզկենտրոն Գյումրին։ Այստեղ էլ քաղաքի հենց կենտրոնական Վարդանանց հրապարակում Գյումրիի համայնքապետարանի 3-րդ հարկի արևմտյան պատին ամրակայված տեսնում ենք ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով և միջոցներով տեղափոխվեց Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը։ Հակոբյանի մասին դեռ խորհրդային Հայաստանում շատ քիչերը գիտեին, մինչև 60-ական թվականները երևի թե ոչ ոք չգիտեր Հակոբ Հակոբյան հայ գեղանկարչի մասին, քանի որ ինքը ծնվել է Եգիպտոսում, սովորել է Կիպրոսում և այլուր, և 60 թվականին նա ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային պատկերասրահին իր աշխատանքները որպես նվեր, եւ այդտեղից հայ համայնքը Հայաստանում սկսում է ճանաչել Հակոբ Հակոբյանին։ Ասեմ, որ Հակոբ Հակոբյանը իր ողջ այսպես ստեղծագործական տարիները հիմնականում նկարում էր նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, եւ ինքը այն նկարիչներից է, որը շատ կարող եմ ասել ժլատ էր գունային առումով, սակայն բնավ դա չեմ ուզում ասեմ այն առումով, որ գունային ներկնապնակը նրա միաժամանակ շատ հարուստ է այն բանով, որ Հակոբ Հակոբյանը ոչ վառ գույներով կարող է ստեղծել տրամադրություն։ Հիմնականում նրա ստեղծագործության հերոսները կամ առարկաները դրանք շատ այսպես լակոնիկ են պատկերված եւ հատկապես ինքը ուշադրություն էր դարձնում սովորական հասարակ մարդկանց, երբ պատկերում էր եւ կարծում եմ, որ մարդիկ, ովքեր ծանոթ են Հակոբ Հակոբյանին, միանգամից կարող են ասել առանց անունը կարդալու, որ սա Հակոբ Հակոբյանի պատկերված մարդիկ են, որովհետեւ այնտեղ վիշտ կա, այնտեղ ցավ կա, գիտենք, որ հայերը 1915 թվականից հետո, այդ թվում նաեւ Հակոբ Հակոբյանի ընտանիքը Մեծ Եղեռնից հետո երկար տարիներ այլ երկրներում է ապրել եւ այդ ցավը, որ մինչև օրս բոլորս ունենք, բնականաբար նաև արտահայտվել է նրա գեղանկարներում։ Բայց «Սարերում» որմնանկարը ըստիս եւ կարծում եմ, որ շատ մասնագետների, ոչ մասնագետների Հակոբ Հակոբյանի ստեղծագործական այսպես տարիների ամենափառահեղ աշխատանքներից մեկն է, քանի որ մեկ աշխատանքում զետեղված են եւ բնանկարի ժանրը, եւ դիմանկարի ժանրը, եւ նատյուրմորտի ժանրը, եւ ինչպես միշտ նրա գլխավոր հերոսը հասարակ մարդիկ են, հայրենի բնությունն է, որին ինքը ծանոթացավ 62 թվականին, երբ որ տեղափոխվեց Հայաստան, եւ ահա 1973 թվականին նրան հրավիրում են Գյումրի գործարաններից մեկում որմնանկար իրականացնելու, եւ սա մեծ որմնանկար է։ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ստեղծվել է 1970-ական թվականներին և սկզբում տեղադրված էր Գյումրու Քարհատ գործարանի ճաշարանի շենքում։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո այն գտնվում էր կիսավեր վիճակում։ Որմնանկարը հայկական լեռնաշխարհի բնությունը և գյուղական կյանքի տեսարաններն է պատկերում, արտահայտելով մարդու և բնության ներդաշնակությունը, միաժամանակ խորհրդանշելով հայ ժողովրդի կապն իր հողին ու մշակույթին։ Ստեղծագործությունը ոչ միայն գեղարվեստական մեծ արժեք ունի, այլև պատմական, հատկանշելով ազգային ինքնության ներկայացումը խորհրդային շրջանում։
Գյումրին մինչև երկրաշարժը լենինական այն ժամանակվա այսպես շատ հարուստ քաղաքներից մեկն էր, ոչ միայն խորհրդային Հայաստանում, այլև խորհրդային Հայաստանից դուրս, եւ ահա այս որմնանկարը այնտեղ իրականացվում է եւ ասեմ, որ շատ հետաքրքիր մի փաստ վերականգնումից հետո այստեղ որ Գյումրու համայնքապետարան տեղափոխեցինք, որմնանկարի էսքիզային աշխատանքում մենք տեսնում ենք ցանկապատի հետքերը, սակայն Գյումրու հարհատ մեքենաների գործարան, որ ինքը կատարել է, դրան բացվածքի պատճառով այդ ցանկապատը ինքը չէր նկարել, մասամբ էր նկարել։ Եվ երբ որ 2024 թվականին Գյումրու համայնքապետարան տեղափոխվեց որմնանկարը, Արեգ Պետրոսյանը, որմնանկարների վերականգնող մասնագետը, այդ էսքիզային նախագծից Հակոբ Հակոբյանի ամբողջացրեց։ Ասեմ, որ ճիշտ է 1988 թվականին եղավ Սպիտակի երկրաշարժը, բայց որմնանկարը մինչև 2016 թվականը մնում էր այդ կիսաքան գործարանի պատին եւ 2016 թվականին այն ժամանակ մշակույթի նախարարությունը դիմեց Ամերիկայի դեսպանատան մշակութային ժառանգության, այսպես պահպանության ծրագիր կա, որով դրամաշնորհ է տրվում հենց Հակոբ Հակոբյանի որմնանկարը տեղափոխելու եւ վերականգնելու եւ այդ դրամաշնորհը ստացավ եւ Մինաս Ավետիսյան հիմնադրամով, որին նաեւ հիմնադրամի այդ վերականգնող որմնանկարիչներից մեկը նաեւ Արեգ Պետրոսյանն էր, որմնանկարը տեղափոխվում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի երկրորդ հարկի նախասրահ։ Թատրոնի շենքի վիճակն էլ այդքան լավ չէր ու մենք բոլորս հասկանում էինք, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, որովհետեւ որմնանկարին պետք է եւ օթային հատուկ միջոցներով պահել, հա, եւ այդ հարմարությունը, իսկ այդտեղ շարժը շատ էր, երեխաներ էին, նոր տարի է։ Եվ թատրոնի ղեկավարությունը նաև պարբերաբար նշում էր, որ պահպանության պայմանները այստեղ հարմար չեն։ Այո, եւ ահա 2022 թվականից այսպես մենք սկսեցինք նախաձեռնել որմնանկարը այլ տեղ տեղափոխելու, այս միջոցառումները շատ բարդ էր, ասեմ, տեղափոխման վայրը ընտրելու ու տեղափոխման վայրերը շատ ընտրվեցին ու ամենակարևորը այն էր, որ մենք չէինք ուզում դա Գյումրիուց դուրս գար եւ մնար գոնե թե Շիրակի մարզում։ Շատ փնտրտուքներ մինչեւ Գյումրի օդանավակայան, երկաթուղային կայարան, հասկացանք, որ այնտեղ եւս պահելու ոչ մի միջոցներ չկային եւ շատ պատահական Գյումրու քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակիցների հետ շրջելիս պատահական տեսանք այս պատը եւ որոշեցինք, որ ամենալավ տեղը գրեթե ստացվում է, որովհետեւ Գյումրու համայնքապետարանում էլի որմնանկարների պատառիկներ կան, հա, Մինասից եւ այլն, որոնք տեղափոխվել են ժամանակին այս շենք եւ որոշվեց, որ այո, որմնանկարը Հակոբ Հակոբյանի սարերում որմնանկարի ճիշտ ու ճիշտ տեղն է եւ երևի ֆոնային առումով էլ, հա, այս սրահին շատ համահունչ է եւ 24 թվականին 3 ամսում այս որմնանկարը եւ տեղափոխվեց եւ տեղում վերականգնվեց եւ այսօր կարող է ցանկացած ոք գալ եւ տեսնել, կարծում եմ, որ համայնքապետարան մտնելու համար խնդիր չի լինում։ Կարևորը Գյումրիում ստեղծված որմնանկարը մնաց Գյումրիում։ Այո։ Դեռևս 2004 թվականից իմ ակադեմիական կրթությունից հետո իտալական մասնագետների հետ համագործակցելով մենք հասանք Էմփուլին, որ Հայաստանում սկսվեցին որմնանկարներ վերականգնվել եւ մասնավորապես սկսվեց Մինաս Ավետիսյան ֆոնդի հետ համագործակցությունը եւ Հակոբ Հակոբյանի վերականգնման եւ նախագծման աշխատանքը շատ կարեւոր էր եւ առանձնահատուկ այն պահով, որ դեռևս 2016 թվականին մենք իտալացիների հետ համատեղ սկսեցինք տեղափոխման աշխատանքը եւ հենց առաջին որմնանկարն էր, որ իտալացիները մասնակցեցին միայն վերստեղծման եւ վերականգնման ժամանակ, իսկ մենք հենց բուն պատից այդ անջատման ժամանակ սկսեցինք աշխատել, հենց ի սկզբանե, եւ որն էր բարդությունը, որ միջնապատը ոնց որ միշտ ընդունված էր, որմնանկարները նկարվում են իրականում հիմնական պատերի վրա, բայց այս որմնանկարը նկարված էր միջնապատի վրա եւ ոչ բնորոշ Buono Fresco-ի տեխնիկայով, այսինքն դա նշանակում է, որ ոչ տրադիցիոն տեխնիկա էր կիրառված, այսինքն խառը տեխնիկա, գաջային հիմքի վրա գունային տեմպերայի, յուղաներկային մասերով, այսինքն դա ոչ տրադիցիոն Buono Fresco որմնանկարների տիպն է, որը որ ավելի է բարդացնում հենց բուն որմնանկարների վերականգնման
եւ անջատման փուլը։ Այդ իսկ պատճառով նախագծային աշխատանքները բարդություն կրեցին, որովհետեւ նախագծերը կատարվում էին ճարտարապետների այլ մասնագետների հետ միասին, բայց սա այն որմնանկարն է, որ ի սկզբանե սկսվեց հայ մասնագետներով, մասնագիտական խմբով եւ նախագծային մասը կատարվեց էլի հայկական մասնագիտական խմբի շնորհիվ։ Նախագծային մասը տևում է սովորաբար 6 ամիս եւ աշխատանքային մասը նույնպես 6 ամիս է տևում։ Տեղափոխման հետ մի շարք բարդություններ եղան, իհարկե փոքրիկ, մասնագիտական, որովհետև մեր նախագծով նախատեսվում էր դռների ու պատուհանների մուտք ու ելք, բայց քանի որ թե թատրոնում, թե քաղաքապետարանի պատուհանները արդեն վերանորոգված էին, մի փոքր խնդիրներ առաջացան, բայց դրանք մասնագիտական էին եւ ասում եմ հաղթահարելի։ Դժվարություններից մեկը այն էր, որ մասշտաբով եւ իր ծանրությամբ եւ իր քաշով ինքը իրականում շատ ավելի խնդիրներ բերեց, բայց դրանք հաղթահարվեցին իրականում։ Քանի որ Հակոբ Հակոբյանը մեծանուն եւ հայտնի նկարիչ էր եւ նրա բնորոշումը շատ զուսպ եւ շատ պատասխանատու եւ կոռեկտ նկարչության մեջ նաեւ մի գիծ ուներ, որը որ իր ամբողջ էսկիզային բանը նա պահպանում էր, նամակների եւ թվագրություն ուներ եւ այդ պատճառով ես որ հանդիպեցի նրա հարազատների հետ, նրանք ինձ տրամադրեցին իրենց էսկիզները եւ բարեբախտաբար այս հատվածում մենք ունեցանք մի էսկիզ, որը որ անհավանական կերպով միլիմետրի չափով համընկավ այս հատվածի հետ, որը ժամանակին ճաշարանի համար նախատեսված այս հատվածը դուռ էր նախատեսված եւ իրեն նկարելուց հետո սա բացվել էր այս հատվածը եւ այդ էսկիզը գտնելուց հետո ոնց հեղինակը, այսինքն գծել էր իր գիծը, միայն գծային մասն էր պահպանվել, մենք այդ գիծը փորձեցինք, ոչ միայն փորձեցինք, այլ կատարեցինք եւ տոնավորեցինք մի տոն ցածր, որ երևա, որ սա հեղինակային չէ, այլ ծածկեցինք, ասենք, դրան հատվածը։ Մենք վերստեղծում ունեցանք, իրականում այդ անշուք վիճակը վերադարձավ եւ վերստեղծվեց։ Աշխատել են բազմաթիվ հայ մասնագետներ, վերականգնող, թե վերապատրաստված, թե այստեղ ակադեմիական կրթություն ստացած եւ արդեն մոտավորապես 20 տարի իրար հետ աշխատած վերականգնող մասնագետներ, ովքեր որ իրենց գործը հմտությամբ եւ մեծ սիրով կատարում են։ Իրականում ես համարում եմ, որ Հակոբ Հակոբյանի այս մեծածավալ աշխատանքը ինքը եզակի է իր տեսակի մեջ, ինքը բնորոշում է, խտացնում է ամբողջ իր ստեղծագործական ներաշխարը մի մեծ կտավով, այսինքն ինքը նրանով արժեքավոր, որ այդ ժամանակի մեջ Հակոբ Հակոբյանը ստեղծել է մի մեծածավալ որմնանկար, որը որ մեծ արժեք է իրանից ներկայացնում եւ թե իր ձեռագիրը, թե իր գրագիտությունը, թե իր գունագեղությամբ եւ գեղեցկությամբ եւ ամբողջ շքեղությամբ ներկայանում է այս որմնանկարի մեջ իր ստեղծագործական ամբողջ կյանքը։ Կարևոր փաստ է, երբ որ գնացինք Հակոբ Հակոբյանի այս որմնանկարը առաջի անգամ սկսեցինք արդեն աշխատանքային գործնական փուլ մտավ, որ պետք է հանեինք։ Մի պահ մենք հասկացանք, որ որմնանկարը, որտեղ որ նկարված է, հենց հակառակ կողմում նույն պատկերն է տիրում, ինչը որ այս որմնանկարի մեջ է։ Այսինքն նա արտացոլել է Գյումրու կյանքը աչից ձախ տեղափոխելով։ Այսինքն շատ գրագետ, շատ նուրբ կերպով տեղափոխել է գեղանկարչության դաշտ։ Ես իմ բնույթով կատարել եմ մեծածավալ աշխատանքներ, իրականում, մինչև այդ էլ, այսինքն Արմենիա որմնանկարը Զվարթնոցում կախված նկարը, մյուս Մինաս Ավետիսյանները, որպես որմնանկարչության վերականգնող մասնագետ, միշտ մեծածավալ են եղել, բայց սա յուրօրինակ ավելի բարդ թվացող խնդիր էր իր նրբություններով մասնագիտական, որը որ իրականում ժամանակ առ ժամանակ որ մտածում
ասում ես ինչ-որ խնդիրներ կան, ասում ես սրանք անհաղթահարելի են, միանշանակ այդ վախերը միշտ ամեն աշխատանքից առաջ, որովհետև իրանք միշտ ստաբիլ նույնը չեն լինում, իրանք անընդհատ փոփոխվում են, անընդհատ նոր կերպար են ստանում դժվարությունները, բայց առանց խնդիրների եւ առանց կորուստների եկավ, հանգրվանեց, վերականգնվեց եւ վերստեղծվեց Հակոբ Հակոբյանի այս հրաշալի աշխատանքը։ Մեզ համար սկզբունքային էր, որ որմնանկարը մնա Գյումրիում, որովհետև մեր համաքաղաքացիները եւ արվեստասեր հասարակությունը վստահ եմ հիշում է, թե ինչպիսի բուրըն եւ էմոցիոնալ արձագանք ունեցան գյումրեցիները, երբ տեղափոխվել էին մեր քաղաքից Մինասի որմնանկարները, որոնք հիմա ի բարեբախտություն բոլորիս վերադարձել եւ իրենց հանգրվանը վերագտել են Ջաջուրում եւ նորից Շիրակի մարզում են։ Բոլոր բանակցությունների հիմքում նախ եւ առաջ դրված էր առնվազն Շիրակի մարզում հնարավորության պարագայում Գյումրիում պահպանելու խնդիրը։ Համայնքապետարանի համար էլ սա կարող եմ ասել, որ մարտահրավեր էր որոշակիորեն, որովհետեւ նախ պետք էր վստահ լինել, որ պատը կրող պատ է եւ շատ երկար աշխատանքային գործընթաց է նաեւ անցել համապատասխան մասնագետները, եզրակացություններ, փաստաթղթեր, ապացույցներ, որից հետո վերջնական որոշում կայացվեց համապատասխան մարմինների մասնագիտական եզրակացությունը հիմք ընդունելով, որ հնարավոր է այն ունենալ Գյումրու համայնքապետարանում։ Ասեմ, որ Հակոբ Հակոբյանի սարերումն առաջինը չէ, որպես որմնանկար Գյումրու համայնքապետարանում եւ բոլորը գիտեն նիստերի դահլիճում, որտեղ ավականու նիստերն են որպես կանոն ընթանում, նաև Մինաս Ավետիսյան ունենք, որի մեկ հատվածը դարձյալ երրորդ հարկի ջերմասրահում է ցուցադրվում, եւ այս իմաստով սա լավագույն լրացումը եւ հավելումն է այն մշակութային միջավայրի, որ կա Գյումրու համայնքապետարանում։ Սա հրաշալի առիթ է նաև ցույց տալ, որ համայնքապետարանը միայն վարչական տարածք չէ եւ մշակութային քաղաքի պարագայում կարող է նաև լինել մշակութային միջավայր, որն ի դեպ բաց է եւ կարող է ընդունել նաև այցելուների արդեն ձևավորված ավանդույթ կա, որ աշակերտները հաճախ լինում են նիստերի դահլիճում Մինաս տեսնելու համար, եթե չեն հաջողում հասնել Ջաջուր։ Մեր բոլոր պետական պաշտոնական պատվիրակություններն անպայման անցնում են նիստերի դահլիճով Մինասը վայելելու, հիմա նաև Հակոբ Հակոբյան ենք ցույց տալիս։ Մշակութային արժեք ներկայացնող եւս մեկ մոնումենտալ ստեղծագործություն, որը երիտասարդ վերականգնողների վարպետորեն կատարած աշխատանքի շնորհիվ շարունակում է կյանքի իր ուղին, իսկ որմնանկարի հանգրվան գտնելու պատմության բոլոր էջերում հստակ էր մեկ մոտեցում՝ մշակութային արժեքը անշուշտ պետք է մնա Գյումրիում։ Բաց երկնքի տակ Հակոբ Հակոբյանի սարերում որմնանկարներ։